Բարի գալուս Civilnet, մինչ հարցազրույցին անցնելը խնդրում ենք հավանել այս տեսանյութը տարածել սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե գնահատում եք անկախ լրագրություն, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքեջ եւ սեղմել donate կոճակը։ Իսկ իմ հյուրը էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Քերոբյան, խնդրեմ շատ կարճ անդրադառնանք ձեր նկատմամբ եւ ոչ միայն ձեր հարուցած քրեական գործին, որ փուլում է այն հիմա եւ արդյոք դրա այս նախաքննության ավարտը կամ ընդհանրապես դատական գործընթացի ավարտը տեսնում եք։ Արդեն 1.5 տարի է անցել իմ նկատմամբ մեղադրանք առաջադրելուց հետո գործը հիմա գտնվում է ակտիվ դատավարական փուլում, մենք բավական հաճախ նիստեր ենք անցկացնում, հիմա ապացույցների հետազոտման փուլում ենք գտնվում, կարծում եմ, որ այս տեմպով որ գնանք եւս 1.5 տարի պետք է լինի մինչեւ առաջին ատյանը ավարտենք, շրջապատում է գործի ընթացքին, ապա դատախազության բերած բոլոր թեզերը ըստ էության ջարդուփշուր են եղել, քանի որ այն ինչ մեզ մեղադրում են իրականում տեղի չի ունեցել եւ հիմա ուղղակի իներցիոն արագությամբ գնում ենք առաջ։ Իմ նկատմամբ խափանամիջոցը փոխվել է, ես ազատ եմ ճամփորդելու, մնաց ամեն ինչը այսպես։ Պետք է նաեւ, այսպես ասենք, զուգահեռներ անցկացնենք Դավիթ Սանասարյանի 6.5 տարի տևած գործի հետ, գիտեք, որ առաջին ատյանի դատան արդարացրեց, մեր մոտ նույն դատախազն է, համարյա նույն մեղադրանքն է եւ վստահ եմ, որ նույն ճակատագիրը կարժանանա։ Շատ լավ, քանի որ խոսեցիք Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական գործի եւ արդարացման այս դատավճիռի վերաբերյալ, նկատի ունենալով երևի թե ձեր նկատմամբ եւս պետք է նման դատավճիռ կայացվի, այդ դեպքում մարդը ազատվել է աշխատանքից, Դավիթ Սանասարյանը եւ դուք, այդ քրեական գործի ծանրության տակ, այսպես ասած, մարդը չի կատարել պաշտոնական կամ պարտավորությունները, դրա ընթացքում չգիտեմ, կարող է պետական ծրագրեր ընդուժել եւ այլ եւ այլ, սրա պատասխանով պետք է դա ինչ եւ ըստ ձեզ ինչու սկսվեց այս գործընթացը ձեր նկատմամբ կոնկրետ։ Այն որ այս գործընթացները, հա, արդեն մի քանի հատ կարելի է թվարկել, պարալիզացնում են պետական համակարգի աշխատանքը, դա փաստ է, եթե դուք նայեք օրինակ թե ինչպիսի կատարողական ունեն ծրագրերը, ինչպիսի որակ ունեն, ապա կտեսնեք, որ դրանք գահավիժել են իրենց որակի եւ բանի առումով, հա, կատարողականի առումով, օրինակ, ասենք, նույն եթե վերցնենք ռազմաարդյունաբերական գիտահետազոտական աշխատանքների բյուջեն, ասենք 10-15%-ից չի անցնում կատարողականը, հիմա մենք արդեն առաջի կիսամյակի բյուջեն ենք կատարում, տեսնում ենք, որ օրինակ 1.8 տրիլիոն ծախսից 1.2-ն է արած կամ 1.3-ն է արած, այսինքն զգալիորեն հետ ենք գրաֆիկից, իսկ դա հետևաբար անդրադառնում է տնտեսական աճի վրա, հարկերի հավաքագրման վրա, ընդհանրապես մեր երկրի զարգացման, դիմակայունության ամեն ինչի վրա, հա, եւ պատճառը այն է, որ իրականում մարդիկ տեսնելով նման գործերը դադարում են, ասենք, որոշումներ կայացնել, դադարում են իրենց վրա պատասխանատվություն վերցնել, ասում են ավելի ուղղակի սուսուփուս նստենք մեր աթոռի վրա, մինչև տեսնենք ինչ է լինում, բայց դրանից մեր երկիրը տուժում է իհարկե։ Լավ, դա հասկանալի է, դա հետևանքների մասին։ Իսկ պատճառը ինչու նման գործընթացներ են հարուցվում, գործեր են հարուցվում, որոնց արդյունքում լինում են պաշտոնանկություններ։ Ես կարծում եմ, այստեղ խնդիրը հենց էլի գալիս է Դուք ձեզ համար այդ հարցի պատասխանն ունեք։ Դե ես կարծում եմ, որ եթե մարդը անկախ է, չի կախվել իր պաշտոնից եւ իր աշխատանքի նպատակը ընդհանրապես երկրի համար արդյունք ապահովելն է, երկրի ժողովրդի Հայաստանի համար արդյունք ապահովելն է, ապա ինքը իր որոշումներում անկախ է, համարձակ է, ազնիվ է եւ դա բնականաբար դուր չի գալիս շատերին։ Հետևաբար տարբեր միջոցներով, հա, հիմա օրինակ ինչ-որ մեկը քրեական մարդ, ինչ-որ մի խումբ մարդիկ քրեական գործեր, օրինակ վարչապետին դուր չի եկել։ Ես չեմ ուզում առանձնացնել ինչ-որ մեկին, բայց ընդհանուր համակարգը, որը ի դեպ առանձնապես փոփոխություն չի ունեցել վերջի տարիների ընթացքում, դուրս է մղում տարբեր ձևերով։ Կարծում եք, օրինակ իրավապահ համակարգ առանց քաղաքական ղեկավարության թույլտվության կարող է դուրս մղել պաշտոնյային պաշտոնից։ Գիտեք, այդտենց չի, որ ինչ-որ մեկը ասում է, եկեք սենց անենք, գնում են այդպես են անում։ Շուտ,
ատրիբուտների համախմբություն բերում է այդ որոշմանը եւ դա տեղի ունենում։ Ինչու հստակ չեք ցանկանում ասել։ Որովհետեւ չունեմ հստակ փաստեր։ Եվ Փաշինյանների մատնանշել։ Եվ ինչ է ասել։ Ուղղակի կարող եմ տեսնել, որ օրինակ իմ քրեական գործում կար 4 ամսյա դադար, այսինքն երբ որ դուք նայում եք գործերին, փաստաթղթերին եւ այլն, ոչ մի բան տեղի չի ունեցել, օրինակ 2023 թվականի սեպտեմբերի 4-ի եւ 24 թվականի հունվարի 5-ի ընթացքում, այսինքն 4 ամիս, ոնց որ մեզ նկարագրում են կամ մենք այսպես պատկերավորում ենք, գործը դարակում դրած է եղել եւ հետո ինչ որ ասել են։ Հա, եւ հետո ինչ որ պահի սկսել է գործողություններ դրա այդ գործի արդիվ մի քանի պատճառ է այդտեղ կամ մի քանի բան է այդ պահին եղել, օրինակ ասենք Անիֆում գործադիր տնօրենն է փոխվել, օրինակ Անի Իսպիրյանը հայտնել է, որ ուզում է մեկնի արտերկիր եւ այլն, եւ այսպես որ համադրում ես, հասկանում ես, որ դա պատահական ժամկետներ չեն։ Գալով Անիֆին։ Անիֆի վերաբերյալ խնդիրներ ավելի սուր ձևով արտահայտվեցին, երբ այն անցավ մեծ հաշվով էկոնոմիկայի նախարարության վերահսկողության տակ այդ կառույցը։ Իսկն ամբողջությամբ դուք այն ժամանակ, երբ որ նախարար էիք, սկսեցիք զբաղվել այդ կազմակերպությամբ, այդ ժամանակ տեղի ունեցավ կազմակերպության ներդրումային հիմնադրամի ուրեմն ղեկավարության փոփոխություն, ղեկավար կազմի փոփոխություն եւ այլ, եւ դուք չհաստատեցիք նաեւ 2022 թվականի հաշվետվությունը, եթե չեմ սխալվում, հա։ Եվ այն ժամանակ դուք հայտարարեցիք, ձեզ երբ որ հարցրեցին Անիֆի ապագայի կամ Անիֆի ապագայի ռեպուտացիայի մասին, դուք ասացիք, որ ներկայումս ինքը բավականին կասկածելի իրավիճակների մեջ է հայտնված եւ ունի հաշվետվողականության եւ թափանցիկության հետ կապված խնդիր, եւ ձեր նպատակն է դարձնել բյուրեղյա մակրության եւ թափանցիկության ընկերություն, այդ ընկերությունը։ Ինչու դրա փոխարեն մենք ունեցանք մեծ հաշվով այդ ընկերության ընդհանրապես կորուստ եւ ֆիասկոն։ Էլի պետք է սկզբից սկսենք, հա, երբ ես նախարար դարձա 20 թվականին, իդեպ ես մեծ ջատագով եմ եղել հենց այդ Անիֆի իդեայի, եւ եթե դուք այո, ես հիշում եմ 2020 թվականին իմ վերաբերմունքը այդ կառույցին, այսպես դրական է եղել։ Երբ ես դարձա նախարար, Անիֆը գտնվում էր էկոնոմիկայի նախարարության լիազորության ներքո, եւ այդտեղ իմ գործընկերները էկոնոմիկայի նախարարության աշխատակազմը, ֆինանսների վարչությունը, գլխավոր քարտուղարը եւ այլ անձինք հենց առաջի բանը, որ տեղի ունեցել, բողոքելն է, որ Անիֆը հաշվետվական եւ թափանցիկ չի եւ ծրագրերի նկատմամբ արդյունքային ցուցանիշներն են շատ լղոզված, չկա այդ արդյունքային ցուցանիշների վերաբերյալ ոչ մի ծախսերի բացվածք եւ այլն եւ միակ բանը որ տեղի ունենում ասում եք ստատուսն է անայդ ինչ ներդրումներում ինչ պրոյեկտներում պետք է ներդրում կատարի որ պրոյեկտներում չպետք է կատարի եւ այլն եւ մանդատը այսպես կանորոշ է հա եւ մենք այդ խնդիրը բարձրացրեցինք հենց առաջին իսկ օրվանից բարձրացրեցինք որ այսպես հնարավոր չի պետք է լինել թափանցիկ մանավանդ որ ներդրված են հսկայական ահռելի պետական միջոցներ, հանրային միջոցներ, 100% բյուջետային միջոցներ եւ անհրաժեշտ է ունենալ անխոցելի թափանցիկություն եւ հաշվետվողականություն։ Այդ ժամանակ արդեն առաջի կոնֆլիկտը եղավ Անիֆի մենեջմենթի հետ եւ այսպես ասենք իրենց պնդմամբ եւ նախաձեռնությամբ Անիֆի լիազորությունները էկոնոմիկայի նախարարությունից անցան վարչապետի աշխատակազմին։ Մենք իհարկե դեմ ենք, որովհետև Անիֆի ֆունկցիան տնտեսական է եւ ոչ թե բյուրոկրատական եւ ակնհայտ է որ ինքը պետք է լիներ մեր նախարարության լիազորության ներքո, սակայն որոշում կայացվեց, կառավարության որոշում կայացվեց, որ պետք է տեղափոխվի այնտեղ, որտեղ ինքը ապրեց, կարելի ասել, 2-ից ավել տարի։ Այդ ընթացքում տեղ ունեցան ներդրումներ, տեղ ունեցան տարբեր գործընթացներ, որոնց մասին արդեն բազմից ենք խոսել, ասենք բոլոր ներդրումների հետ համարը բոլոր ներդրումների հետ կապված կան, ասենք ինչ որ կասկածելի ատրիբուտներ, հա մեկը դասարանցի է, մեկը կնոջ ընկերուհի է, մեկը նախատեսված չափից ավելի մեծ ներդրում է, մեկը բանկրոտ է, մյուսի հետ դատվում ենք եւ այլն, այսպես մեկը սրճարան է։ Ընդ որում պետք է ասեմ, որ սրճարանը ամենալավն է իրան դրսևորում էս բոլոր ներդրումներից, միակ ընկերությունն է, որ նորմալ աշխատում եւ նորմալ շահութաբերություն է ապահովում։ Հա։
Հասկանալի։ Եվ իհարկե դրանից հետո 22 թվականին այդ խնդիրը ոչ միայն էկոնոմիկայի նախարարության խնդիրն էր ըստ էության, այլ ֆինանսների նախարարությունը եւս անհանգիստ էր այն ամենով ինչ որ կատարվում է եւ իրենց պատվերով 22 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը խոշոր հետազոտություն անցկացրեց ANIF-ի, այսպես ասենք, տնտեսական եւ ընդհանրապես կառավարչական որակները ուսումնասիրելու հարցով եւ պարզեցին, որ կա խոշոր խնդիր թե կառավարչական մակարդակում, եւ այսպես բնութագրեցին, որ կորպորատիվ կառավարումը գտնվում է զրոյական մակարդակում, թե ներդրումների եւ հաշվետվականության թափանցիկության, թե բյուջետային միջոցների ծախսման արդյունավետության, այսինքն այս բոլոր խնդիրները IMF-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը 22 թվականի եւ կամ 23 թվականի սկզբին ներկայացրեց։ Դուք էլ դրա վերաբերյալ հրապարակում եք արել այդ ժամանակ, որից հետո իհարկե ակնհայտ էր, որ պետք է ռեֆորմի ենթարկել, եւ այդտեղ էլ եղավ մեծ քննարկում, թե որ կառույցը պետք է այդ ռեֆորմը անի։ Եվ բոլորը խուսափում էին, ճիշտ ասած, որովհետեւ հասկանում էին այն ռիսկերը, որը կապված է այդ ռեֆորմի հետ, հաշվի առնելով ANIF-ի մենեջմենթի կապերը, ազդեցությունը եւ այլն։ Բացի մեզնից, ես ասացի, որ իհարկե թիմը հայրենասեր, համարձակ ազնիվ թիմ է եւ այն ինչ որ ուրիշները չեն ուզում անել, մենք մեր թիմով անպայման կանենք, որպեսզի, այսպես ասենք, մեր կառավարության աշխատանքի որակը եւ վստահությունը մեր ժողովրդի նկատմամբ ապահովենք։ Բայց ինչպես եղավ, որ ռեֆորմի փոխարեն փակվեց ուղղակի այդ կազմակերպությունը։ Մենք հետևականորեն աշխատում էինք, փոփոխություն կատարեցինք կանոնադրության մեջ, փոփոխություն կատարեցինք խորհրդի կազմում, փոփոխություններ կատարեցինք ղեկավար կազմում եւ բնականաբար ղեկավար կազմում փոփոխությունները անելու ժամանակ արդեն ըստ էության ANIF-ի նկատմամբ կարելի ասել կառավարության ամբողջ վերահսկողությունը վերականգնվեց, որովհետեւ մինչ այդ շատ դժվար էր հարաբերվել ANIF-ի գործադիր տնօրենի եւ իր թիմի հետ, ցանկացած տվյալ մեծ դժվարությամբ էինք ստանում, եթե իհարկե ստանում էինք, եւ այդ պահին ոնց որ ստացվեց, որ այդ ամբողջ ANIF-ի գործունեությունը արդեն դարձավ նորմալ հասանելի։ Եվ հենց այդ ժամանակ էլ արդեն սկսեցին մեր խնդիրները, ասենք սկզբից Սպիրյանը ձերբակալվեց, հետո ես, եւ դրանից հետո էլ կարճ ժամանակ անց արդեն որոշվեց, որ պետք է ANIF-ը լուծարվի։ Սա քաղաքական այդ որոշմանը ես չեմ մասնակցել։ Հասկանալի է, սա քաղաքական հովանավորչության, ինչ որ ձեր ասացից, քաղաքական հովանավորչության որոշակի ենթատեքստ եմ ես գոնե տեսնում, այդպես է։ Այն որ դա կա, այսպես ասենք, որևէ կասկած չի հարուցում, չգիտեմ ձեր մոտ կասկածը հարուցումա թե չէ։ Այսինքն դուք խոսում եք կասկածելի գործարքների, տեսնենք սենց, կոռուպցիայի մասին մեծ հաշվով եւ այլը, եւ փոխանակ այդ կառույցը վերափոխվի եւ դառնա հաշվետվական եւ մենք եւ դուք տեսնեք, բոլորս տեսնենք, թե ինչպիսի ծախսեր են տեղի ունեցել, մարդիկ որքան աշխատավարձ են ստացել, որքանով արդյունավետ է այդ ամեն ինչը եղել եւ այլ, կառավարությունը հաստատում է, որ մենք փակում ենք ANIF-ը, ինքը արդյունավետ չէր, խայտարակություններ դա խաչ են քաշում ասում են կարա։ Տեսեք, ինչ կարելի ասել է արդյոք, հա, միակ բանը կարելի ասել, որ այնտեղ որ կա խոշոր չափերի, այսպես ասենք, հափշտակության կասկած, դրա մասին ՊՎԾ-ն էլ է գրել եւ այլն, եւ դա գրել է արդեն 2 տարի առաջ, եւ դա ասենք թվեր են, թղթեր են եւ այլն, այսինքն այնտեղ այդ ապացույցների մասով պետք է բավական հեշտ լինի, էլի, մանավանդ որ տեսնում եք, ասենք, տարբեր լրատվամիջոցներ արդեն ըստ էության արել են իրավապահների ամբողջ գործը, ծամել դրել են իրենց բերան, էլի, այսպես այս գործերի զգալի մասը, բայց որի բան տեղի չի շարժվում, այնինչ այլ դեպքերում, երբ որ այսպես ասենք շատ կասկածելի, նույնիսկ այսպես զարմանալի մեղադրանքներ են ներկայացվում, ասենք մարդիկ կարող է 6.5 տարի, ասենք զբաղվեն իրենց պաշտպանելով, իրենց ազնվությունը համբավը վերականգնելու գործում, չնայած ասենք վստահ եմ, որ ամբողջ հասարակությունն էլ հասկանում է, որ այդ մարդիկ ամենաազնիվ մարդիկ են, հա, նույն վերաբերմունքը իմ նկատմամբ եմ զգացել տնային կալանքից դուրս գալուց հետո, ինչպես ասենք, զգացել եմ, որ փողոցում մարդիկ անհամեմատ ավելի լավ են ինձ վերաբերում, քան երբ որ ես նախարար էի։
Տեսեք, ինքս եմ վարչապետին ասուլիսի ժամանակ հարցրել Անիֆի մասին եւ նա որակեց տեղի ունեցած Անիֆում խայտարակություն եւ վստահության անթույլատրելի չարաշահում։ Բայց սրանք բավական լուրջ քաղաքական գնահատականներ են, բայց այս քաղաքական գնահատականները չեն ամրապնդվում որոշակի գործողություններով, օրինակ պաշտոնանկություններով, չեն ամրապնդվում քրեական որոշակի գործընթացներով եւ գործողություններով, ինչու՞։ Տեսեք, այստեղ բարդ է ասել ինչու, ես չեմ կարող հասկանալ թե ինչու, որովհետեւ այն ինչ որ տեղ է ունենում, խոշոր եւ զգալի հարված է տալիս հենց այսօրվա իշխանությանը, որովհետեւ չլուծված հարցը, որը ըստ էության խոստովանվել է ուղիղ եթերում, որ այո, դա խնդիր է, եւ եթե այդ խնդիրը լուծված չի, դա այսպես ասենք կոռոզիայի է ենթարկում, ասենք հասարակության հավատը ընդհանրապես իշխանության նկատմամբ եւ ձեր թույլտվությամբ կարող եմ ասել, որ նույնիսկ այ կարող է հարկահավաքության վրա էլ ազդի, որովհետեւ ճիշտ է կա հարկ, կա պետություն, բայց եթե կա հարկ, կա կոռուպցիա, այդ դեպքում չկա հարկ, հա, կարող է այդպես լինի, որովհետեւ բնականաբար մարդիկ, եթե չեն տեսնում իրենց կողմից վճարված հարկերի թափանցիկությունը եւ արդյունավետությունը եւ հակառակը տեսնում են դրա հետ կապված խնդիրներ, գուցե վաղ ասեն իսկ ինչի։ Անիֆի Վախչյանը որպես ներդրումային կարևոր ինստիտուտ, որպես ներդրումների աջակցման կարևոր հիմնադրամ, պետական հիմնադրամ, դրա Վախչյանը ինչպես է ազդել ներդրումային միջավայրի վրա ձեզ։ Դե կոնկրետ Վախչյանը չէ, բայց այս ամբողջ պատմությունը ես կարծում եմ, որ շատ հարցեր է առաջացրել բիզնեսի մոտ, թե ինչքանով կարելի է վստահել կառավարությանը իր ծախսերի արդյունավետության մասով եւ այլ։ Եվ պետք է ասեմ, որ հենց մեր այս քրեական գործն էլ ըստ էության առաջացել էր նրանից, որ էկոնոմիկայի նախարարությունը առաջնորդում էր մի ռեֆորմ, որը ուղղված էր ամբողջ Հայաստանում հանրային ներդրումների արդյունավետության բարձրացմանը։ Եվ այդ ռեֆորմը կարելի ասել այժմ ոչնչացվել է եւս խոսքը հարմոնիայի եւ սիներգիայի ըստ էության ռեֆորմը գնման մասին է այդ գործընթացի։ Չէ, տեսեք, ռեֆորմը ինչի մասին է, շատ կարևոր է, հա, ասենք պետությունը ծախսում է միջոցներ, հա, ներդրում է տարբեր տեղեր, ասենք դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ, ակադեմիական քաղաք եւ այլն, եւ որպեսզի մենք վստահ լինենք, որ այդ ներդրումը արդյունավետ է, ստեղծվել է մի, այսպես ասենք, խողովակ, որ պետքա ֆիլտրեր եւ թողնել միայն այն ծրագրերը, որոնք պետության համար օգուտ ունեն, հա։ Այդ թվում նաեւ հենց նույն Չորնավահանգիստը, որը այսպես ասենք այդ գործընթացով ամբողջությամբ անցավ, որը ելի քնած վիճակում է հիմա։ Հա, դա ուրիշ հարց է, բայց փաստացի եղան բազմաթիվ ծրագրեր, որոնք հաստատվեցին եւ որոնք մտան ներդրումային փուլ, բայց հիմա վերջին նիստը արդեն եղել է, կարծեմ, ավելի շուտ քան 1 տարի առաջ եւ այժմ նոր ծրագրեր չեն քննարկվում, նոր ծրագրեր չեն հաստատվում հանրային ներդրումային կոմիտեի կողմից։ Դա կոմիտեն էր, բայց այն համակարգ պետք է ստեղծվեր, եթե չեմ սխալվում։ Այ համակարգ կոմիտեի համար։ Հիմա ոչ համակարգը կա, ոչ էլ կոմիտեն է աշխատում։ Իսկ այդ համակարգը էկոնոմիկայի նախարարության հայտարարած գնման շրջանակում պետք է լիներ, չէ՞, ճիշտ եմ հիշում։ Հասկանալի է։ Հիմա տարբեր լրատվամիջոցներ, այսպես իրենց ձեռքի տակ հայտնված փաստաթղթերով կամ գործի նյութերով որոշակի եւ այլը եւ ոչ միայն լրատվամիջոցներ, այլ նաեւ քաղաքական գործիչներ անիֆում այս չարաշահումների կամ մսխված գումարների իրենց ձևակերպմամբ, հա, թիվը մոտեցնում է մոտավորապես 25 միլիոն դոլարի կամ միլիարդավոր դրամների, հա, 25 միլիարդ դրամի, հա։ Մոտ է այդ թիվը իրականությանը։ Այո։ Մոտավորապես կասեք ինչի որ ուղղություններում է հիմնական գումարները ծախսվել եւ արդյունք չի տվել։ Դե ինչ որ գումար ներդրվել է ֆլայերնայի մեջ մոտավորապես 5 միլիարդ դրամ, մոտ մի 5 միլիարդ կամ 7 միլիարդ դրամ ընդհանուր անիֆի պահպանման ծախսերն են եւ մնացած մասն էլ ձեռնարկատեր պլյուս պետություն հիմնադրամի ներդրած գումարներն են։ Այս է ոնց որ 3 խոշոր կտորները
Իհարկե այնտեղ կա, ասենք, ոչ ֆինանսական պարտավորություններ Մազդարի պրոյեկտի ներքո եւ այլն։ Բայց ընդհանուր առմամբ հա տեսեք, եթե այսպես ասենք մի հատ ամփոփենք այս ամեն ինչը, բնականաբար այս ամեն ինչը ազդում է ամբողջ տնտեսական տրամադրության վրա, իսկ բիզնեսմենների տրամադրությունը դա տնտեսական աճի, տնտեսության զարգացման ամենակարևոր գործոնն է։ Դե բիզնեսմենը տրամադրություն չունեցավ, ոչ մի լավ բան մի սպասեք իրանից։ Անիֆում տասնյակ միլիոնների հասնող կամ ընդհանրապես միլիոնների հասնող աշխատավարձերի մասին հրապարակումների իրականության համապատասխանում են։ Մենք դրա մասին խոսել ենք, այո։ Ամբողջությամբ։ Լավ, տեսեք, մի փոքր էլ ձեզ հետ կցանկանամ խոսել Անիֆից դուրս, իհարկե ինքը սերտորեն փոխկապակցված է տնտեսության հետ, տնտեսության մասին։ Մենք հիմա ունենք իրավիճակ, որ 2 տարի մոտավորապես 2 տարուց ավել բավական ինտենսիվ եւ տնտեսական աճից հետո ունենք տնտեսական աճի էական դանդաղում, մոտավորապես եթե 2023 թվականի հետ համեմատենք, ընդհանրապես 2 եւ ավելի անգամ տնտեսական աճի դանդաղում ունենք։ Ընդհանրապես այս տարի ունենք մի իրավիճակ, որ տնտեսական ակտիվության աճը ավելի ցածր է, քան տնտեսական աճը, դա էլ է մի հետաքրքիր անոմալիա է այստեղ, սովորաբար հակառակն է լինում Հայաստանի տնտեսությունում։ Ինչպես կբնութագրեք այս պահին իրավիճակը։ Տեսեք, պետքա, այսպես ասենք, մի հատ լսենք, թե ինչ են ասում այդ թվերի համար պատասխանատու մարդիկ այս պահին, ովքեր ասում են, որ Հայաստանի տնտեսությունը արդեն վերադարձել է իր պոտենցիալ աճի միջակայք, այսպես ասած, հա, բայց մի հատ նայենք, ինչ է տեղ ունեցել 22 եւ 23 թվականներին Հայաստանի տնտեսությունը, ասենք, շատ բարձր աճ ցույց տվել եւ աշխարհի մակարդակով լավագույն երկրներից ցանկանում է։ 12 քանի տոկոս 22-ին 12.3 եւ 8.3%։ 8-ից ավել 20։ Ասենք լավագույն 10-ի մեջ ենք եղել 2022 եւ 2023 թվականներին եւ ասենք համեմատության համար ասենք, որ զգալիորեն բարձր քան Վրաստանը։ Եվ 23 թվականի վերջին մեկ-շնչին բաժին եկնող ՀՆԱ-ն կտրուկ մոտեցավ կամ ընդհուպ մոտեցավ Վրաստանի ցուցանիշին եւ մենք 23 թվականի ցուցանիշներով անցանք Ադրբեջանին։ Հա, ինչպես դա տեղի ունեցավ։ Դա տեղի ունեցավ այն նրա շնորհիվ, որ կար, այսպես ասենք, համակարգված եւ լավ աշխատանք, համատաբար լավ աշխատանք պետական կառավարման համակարգի տարբեր գործիչների կողմից, ովքեր, այսպես ասենք, իրենց գլխավոր նպատակը հենց այդ տնտեսական ակտիվությունը, տնտեսական աճը ապահովելն էր։ Այդ ժամանակ, ասենք, բազմաթիվ, այսպես ասենք, համարձակ որոշումներ կայացվեցին նույն ՏՏ ոլորտի մասնագետների հետ կապված, արդյունաբերության հետ կապված, այսպես ասենք, բարձր տոկոսադրույքների չեզոքացնելու միջոցառումների հետ կապված եւ նաեւ բարձր հնարավորություններ, լավ հնարավորությունները, այսպես ասենք, որսալու, հա, օրինակ, պղնձի բարձր գների ժամանակ էկոնոմիկայի նախարարությունը առաջարկեց մի նախագիծ, որը մի տարվա մեջ լրացուցիչ 75 միլիարդ դրամ փող բերեց բյուջեին, հա։ Բայց արդյունաբերողները ձեզնից դժգոհ էին եւ ասում էին, որ ոլորտը ուղղակի քամում են։ Ըստ էության, այդ ժամանակ հանքարդյունաբերությունը զգալի աճ ունեցավ։ Հիմա հանքարդյունաբերությունը անկման մեջ է, ի դեպ, պետք է ասեմ, հա։ Եվ սակայն 23 թվականից սկսվեցին նաև որոշակի գործընթացներ, ավելի շատ սկսեցին բիզնեսմեններին ձերբակալել բան եւ այլն, եւ այդ ամեն ինչը արդեն 24 եւ արդեն 25 թվականի առաջի կիսամյակով երևում է, որ զգալիորեն դանդաղացրել են մեր տեմպերը։ Օրինակ, եթե վերցնեք Վրաստանը 24 եւ 25 թվականին, նորից մեծացել է մեր ու իրենց տարբերությունը, հա, այսինքն Վրաստանը շարունակում է բավական բարձր աճով գնալ, իսկ Հայաստանը իջել է, այսպես ասենք, նորմալ միջակայք, հա։ Բայց մենք այնպեսի վիճակում չենք, մեր երկրի նորմալ միջակայքը ընդհանրապես բավարար չի։ Հասկանալի է, բայց 22, 23 եւ 24 թվականների մինչեւ կեսերը մենք ունեինք արտածին գործոններ հստակ, որոնք մեր տնտեսությունը ուղղակի արտածին գործոններ, ով ասես որ չկա։ Որտեղ։ Այսինքն ինչ է։ Ոսկու վերարտանումներ վերջում մնացել, դա էլ չկա։ Այո։ Եվ մեր բանկային համակարգը գումար է աշխատում։ Եվ սանկցիաները շատանում են, քանի գնում են։ Ասենք նույն արտածին գործոնները կան, ինչ է, ասենք խոշոր միջազգային ընկերությունները վերադարձել են Ռուսաստան, իհարկե ոչ։ Չէ, ուղղակի ռելոկանտները, որոնք որ մեծ տասնյակ հազարներով եկան Հայաստան, գնացել են Հայաստանից։ Հա, բայց այդ ժամանակ, ասենք, կար հստակ ծրագիր, ինչա պետք է անել ռելոկանտների համար, որպեսզի իրանք մնան Հայաստանում, որը չարվեց։
Օրինակ ինչը չարվեց, որ իրենք գնացին։ Դե կար հստակ ծրագիր, որի մեջ գրած էր, ասենք 32 կետ, ինչա պետք անել։ Դրանցից երևի մեկը կամ երկուսը կիսատ պրատալվեցին եւ նրանցից չարվեց։ 1-2-ը կասեք, որ շատ կարևոր է, ասենք բազմաթիվ այլ թեմաներ են եղել, սկսած ասենք կառուցապատման ոլորտից, Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց աջակցության ծրագրերից շատ բաներ են եղել եւ դրանց յուրաքանչյուր հնարավորություն է։ Ուղղակի, այսպես ասենք, պետական կառավարման մեջ միշտ կան, այսպես ասենք, երկարաժամկետ, ասենք օրինակ կրթական ռեֆորմ, հա, միջնաժամկետ, օրինակ, չգիտեմ, խոշոր ենթակառուցվածքների կառուցումը, բան եւ կարճաժամկետ, որ դու ամեն օր գալիս են ինչ-որ հնարավորություններ եւ դու կարող ես, ասենք, այդ հնարավորությունները կոնվերտացիա անես արդյունքի քո երկրի ժողովրդի համար, հա, բայց դրա համար արդեն էլի պետքա վերադառնանք նրան, որ պետք է, ասենք, համարձակ, գիտելիք ունեցող, ազնիվ եւ անկաշկանդ աշխատող մարդիկ։ Ինչով կբացատրեք այն, որ չնայած տնտեսական աճի տեմպը դանդաղում է, բայց տարեսկզբից հատկապես առաջին եռամսյակում հատկապես դա երևում էր, մեր հարկային մուտքերը բավական կտրուկ աճ էին ապրել։ Սկզբից առաջին ամսում մոտավորապես 30% աճի մասին էր խոսքը, հիմա 10% եւ ավել։ Ինչով է դա պայմանավորված։ Տեսեք, ես ուզում եմ չշտապենք, եկեք ճտերին աշնանը հաշվենք։ Միանշանակ տարեվերջին կերևա իհարկե, բայց որպես բիզնեսում հիմա զբաղվող մարդ, բիզնեսում աշխատող առաջի կիսամյակի վերաբերյալ արդեն եթե նույնիսկ անցնենք պլանավորված ցուցանիշը, ապա շատ չնչին չափով, իսկ երրորդ եւ չորրորդ եռամսյակները դժվար են լինելու, ավելի դժվար են լինելու։ Շատ տարբեր գործոններ կան։ Սկսած նայած, որ ասենք իմ շրջապատում շատ մարդիկ բողոքում են, որ ավելացած արժեքի հետ վերադարձնա շատ դանդաղել, հա, եթե առաջ 2 շաբաթում էին հետ ստանում, հիմա 2 ամսում են հետ ստանում։ Իսկ գումարներ են կուտակվում, որոնք գումարներով կոպիտ ասած չեզոքացնում են, հա, ցույց կատարվել է, բայց դրա արդյունքում ըստ էության այն գումարը, որ պետք է հետ ուղղեն տնտեսություն, որպեսզի գումարը արագ պետք եւ տնտեսությունը աճի, չեն ուղարկում եւ հետեւաբար, ասենք, հաջորդ եռամսյակներում դրա էֆեկտը կերևա։ Այսինքն քաղաքական նպատակարարությունը ցույց տալ, ըստ ձեր ասացի, բարձր հարկեր, գերակայում է տնտեսական նպատակարարությունը, որ այդ գումարը շուտ հետ վերադառնա տնտեսություն եւ գեներացնի նոր բարիքներ։ Այո, հետո դե բացի դրանից, ասենք, էլի պետական ծախսերի արդյունավետության մակարդակն զգալիորեն ընկել, էլի, ասենք, օրինակ 6 ամսվա ընթացքում պետք է լիներ օրինակ 300 միլիարդի արդեն պակասորդ կամ 200 միլիարդի պակասորդ, բայց ասենք հիմա ընդհանուր առմամբ եկամուտներն ու ծախսերը համարը իրար հետ հավասար են։ Դա քրոնիկ թերակատարումը միշտ բնորոշ է մեր տնտեսության եւ մեր համակարգի արդեն լավացրել ենք ցուցանիշները։ Կիսամյակային տվյալներով այդպես է։ Ասենք ակսելերացրել ենք ծախսերը, դրանց որակն ենք բարձրացրել եւ այլն։ Այսպես։ Եւ ձեր եթե ամփոփենք, այսպես ասենք, իմ աշխատանքի գալուց ինձ առաջին իսկ բարից ես փորձել եմ, այսպես ասենք, այսպես հիշում եք ինչ վիճակ էր նոյեմբերի 9-ից հետո պատերազմից հետո սպիրալը, այսպես ասենք, վերև տանենք, որպեսզի աճը բերի, հաջորդ աճը եւ այլն եւ այլն։ Հիմա իմ մոտ այնպեսի տպավորություն է, որ սպիրալը դեպի ներքև է գնում։ Կապ Նիկոլ Փաշինյանի թիմի կամ ձեր նախկին թիմակիցների հետ պահպանում եք։ Այո։ Նիկոլ Փաշինյանը չէ, բայց թիմի հետ այո։ Դուք ձեզ համարում եք այդ թիմի անդամ, թիմի կամ նրանց ընկեր, չգիտեմ։ Ես կիսում եմ այն գաղափարները, որոնք այդ թիմը ուներ 18-20-21 թվականին։ 2026 թվականի ընտրություններին կպատերացնեք ձեզ այդ թիմի կազմում։ Ոչ։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Սիվիլնետի տաղավարում ես զրուցեցի Վահան Քերոբյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։